Երբ քաղաքացին վարչապետից խնդրում է աշխատանք, պատմում է որդու առողջական խնդիրների մասին, անձնական հարցերի լուծում է աղերսում, դա պետության ձախողման ամենախոսուն ապացույցն է։ Սա նշանակում է, որ մարդն այլևս չի հավատում պետական ինստիտուտներին, չի հավատում, որ կա օրենք, կա արդար մրցակցություն, կա սոցիալական համակարգ, կա պետական ծառայություն, որը հավասարապես գործում է բոլորի համար։ Նա հասկացել է մի պարզ, բայց վտանգավոր բան. եթե քո հարցը չի լուծում համակարգը, պետք է գտնես մեկին, ով կլուծի։ Բայց պետությունը չի կարող աշխատել ծանոթով, պետությունը պետք է աշխատի կարգ ու կանոնով։ Եթե պետությունը դառնում է վերելակ, որը շարժվում է միայն մեկ մարդու ձեռքով, ապա մնացած բոլորը մնում են փակված հարկերում, սպասելով հերթի, որը երբեք չի գալու։ Հենց այստեղից էլ սկսվում է քայքայումը, որտեղ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, այնտեղ չկա կայունություն, այնտեղ խաղաղությունը ժամանակավոր է, անվտանգությունը խաբուսիկ, արդարությունը ընտրովի։ Դրա համար կրկնեմ, խաղաղությունը, անվտանգությունը, ներքին կայունությունը չեն կարող կախված լինել մեկ անձից, մեկ ուժից, մեկ ընտրությունից։ Դրանք պետք է հենվեն ուժեղ ինստիտուտների վրա, որովհետև միայն ինստիտուցիոնալ պետությունն է պաշտպանում քաղաքացուն, ոչ թե անձնական բարեհաճությունը։